Facebook-յան գրառման համար է դատական քաշքշուկների մեջ հայտնվել գյումրեցին Մհեր Խաչատրյանը։ Իբր արադավորել եմ բարձր պաշտոն զբաղեցնող արտարադատության ղեկավարների գործունեությունը նմանատիպ ինչ-որ բան։ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի երկրորդ մասով է մեղադրանք առաջադրվել Արցախյան առաջին պատերազմում զոհված ազատամարտիկի որդի Մհեր Խաչատրյանին, ով համարձակվել է ժողովրդական բաստիոնում հրապարակավ քննադատել քննչական կոմիտեի ղեկավարին։ Իր գրառման մեջ հանցակազմ չկա, պնդում է Խաչատրյանը։ Բոլոր ընթացակարգերը անցել են, բայց բուն գործընթացին, այդ հանցակազմին կամ մնացածին անկեղծ եմ ասում, լրիվ ինձ համար մեկ է անլուրջ եմ վերաբերվում, որովհետև այդտեղ որևիցե բան չկա։ Բայց Մհեր Խաչատրյանի գրառման մեջ հանցակազմ է նկատել ու դատախազություն գրություն ուղարկել նույն այն ոստիկանը, որի տեղեկատվությամբ քրեական գործ է հարուցվել Միքայել Սրբազանի նկատմամբ։ Նույն ոստիկանն է, ով որ Միքայել arczepiskopos Աջապահյանի դեմ գործընթաց սկսե, ազգանունը Մաշկարյան։ Այդ ոստիկանի անուն ազգանունը տեսնելուց արդեն հիշեցի, որ այդ գործի հետ կապ ունի, ու այս ամեն ինչը հակաեկեղեցական պրոցեսի մի մաս է կազմում։ Ազատ խոսքի սահմանափակումներով, բռնաճնշումներով փորձում են լռեցնել երբեմնի հպարտ քաղաքացիներին, նշում է Մհեր Խաչատրյանը։ Համոզված է, ընտրություններին ընդառաջ սա վախի մթնոլորտ ստեղծելու միտում ունի միայն։ Ինձ եթե փորձեն լռեցնել, վաղ իմ երկու որդիներն են խոսելու։ Եթե իմ երկու որդիներին լռեցնեն, արդեն իրենց 4 որդիները կխոսեն։ Աստծո կամքը անքննելի է ու միանշանակ լույսը գալու է։ Մինչ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան հասնելը Խաչատրյանի 220 էջանոց գործը քննել է հակակոռուպցիոն կոմիտեն։ Տարբեր քննիչների մոտ անընդհատ մտնում հելնում էին, մի մասը հասկանում էր, որ կոմենտների պատճառով էր, մի մասը էլի ստատուսի։ Խաչատրյանի գործով դատական առաջին նիստը հետաձգվում է, մայիսի 13-ին դատարանը կշարունակի քննությունը։ Ի դեպ, հանրային խոսք ու կարծիք հնչեցնելու համար մեղադրանքներ են առաջադրվել նաև գյումրեցի 2 տարեց կանանց նկատմամբ։ Նրանց խապաման միջոցը տնային կալանքն է։ Ալեքսանդր Սարգսյան, Խաչատուր Գևորգյան, Հայլուր։